Տիկին Ստեփանյան, քարոզարշավի ընթացքում դուք ականատես եղաք, թե ինչ իրավիճակ է տիրում համայնքներում և գյուղերում, և մարդկանց մոտ կարծիք կա, որ Էջմիածնի ընտրությունները շատ մեծ նշանակություն ունեն 26-ի ընտրությունների հետ կապված, և արդյոք այստեղ տեղի է ունենալու այն նույնը, ինչը տեղի ունեցավ Գյումրիում և Մերձավանում, այսինքն եթե ընտրվի ընդդիմադիր թեկնածուն, ինչ է լինելու այստեղ։ Ես ուզում եմ այլ տեսանկյունից մոտենալ հարցին, մենք տեսակ կաշառքի դեպք բացահայտեցինք, դպրոցականներին իրենց քարոզարշավին կիրառելու դեպք, վախի մթնոլորտի իրավիճակ բացահայտեցինք, բայց իմ խոսքը ես հիմա ուզում եմ ուղղել վաղարշապատցիներին։ Վաղարշապատ խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, այս օրերին հազարավոր մարդկանց դռներ ենք թակել, հազարավոր մարդկանց ձեռք ենք սեղմել, ձեր ձեռքն ենք սեղմել, ձեր ջերմ ընդունելությանն ենք արժանացել։ Այսօր քարոզարշավի վերջին օրն է։ Դուք ևս համամիտ եք եղել մեր արտահայտած այն մտքի հետ, որ այս ուժի ներկայացուցիչները իրենց լավագույն տարիները նվիրել են մեր հողին ու մեր հայրենիքին, մեր բոլորի ընտանիքների բարօրությանն են նվիրել։ Ես հիմա եկել եմ ձեզ մի վերջին անգամ ասելու, նորից ենք գալու ձեր դռները, նորից ենք մենք դեմ առ դեմ հանդիպելու, նորից ենք նայելու ձեր աչքերին։ Հիմա եկել եմ ձեզ ասելու, կիրակի օրը գնացեք ընտրության, գնացեք ձեր խղճի և հոգու մտոք, գնացեք այն ընտրության, որ վաղը պիտի վաղարշապատ խոշորացված համայնքին առաջին հերթին բերի հոգևոր կայունություն, բերի բարօրություն, բերի համաչափ զարգացում, չլինի խնամի, ծանոթ, կոռուպցիա, ձեր բոլորի պահանջատիրության արդյունքում պիտի վաղարշապատ խոշորացված համայնքը դառնա Հայաստանի հոգևոր ու զարգացած կենտրոնը։ Գնացեք կիրակի օրը կատարեք ձեր ընտրությունը, համար 2։